Պարոն Թորոսյան, ես նայել եմ ձեր հարցազրույցը, որտեղ դուք ասում եք, որ մենք հաճախ բաց ենք թողնում այն բան, որ սա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է եւ աշխատանքի մասը եւ հիմնականում կենտրոնանում ենք սոցիալական հարցերի վրա։ Եվ ողջունում եմ այս մոտեցումը ձեր, պարոն Թորոսյան, եւ այս առումով ուզում եմ մի քանի դիտարկում անել կապված բյուջեի բաների հետ, ցուցանիշների հետ։ Այստեղ տողեր կան, պարոն Թորոսյան, որոնք արդյունքային ցուցանիշ որպես այդպեսին դժվար է իրանց ընկալել, որովհետև օրինակ եմ ասում, երբ մենք խոսում ենք, սա նոր ծրագիր է, հա, անհուսալի վարկային դասով դասակարգված վարկային պարտավորություններ ունեցող աշխատաշուկայից դուրս մնացած կամ եւ այլն, այսինքն մարդիկ, ովքեր իրանց վարկային պարտավորությունները կատարում են, մենք դա գումարային ենք ցույց տալիս, ինչը արդյունքի մասին, որպես այդպեսին կարելի ասել ոչինչ չի ասում, որովհետև վարկի գումարների հանրագումար է, կամ եթե ճիշտ եմ հասկանում, էլի։ Ես պետքա խնդրեմ, որ այս մասով ցուցանիշները վերանայվեն, եւ այդ թվում, օրինակ, երբ մենք խոսում ենք աշխատանքի, այստեղ մենք ունենք օրինակ կետ, որը ասում է զբաղվածության ապահովում Ադրբեջանի կողմից 2016 թվականին սանձազերծած այսինքն պատերազմի արդյունքում պատերազմի մասնակիցի համար զբաղվածության ապահովում։ Այսինքն անցել է 10 տարի, մենք դեռ ապահովում ենք 10 տարի առաջվա պատերազմի մասնակցի զբաղվածությունը փորձում ենք ապահովել, ուզում եմ հասկանալ 10 տարում ինչ արդյունքներ են եղել, ես պետքա խնդրեմ, որպեսզի այս ցուցանիշներ եւ շատ կարեւորում եմ, այո, երբ մենք մարդկանց զբաղվածության մասով կամ կրթական մասով ինչ որ ծրագրեր կան, որոնք որ ասում ենք, որ պետքա ապահովենք, մենք հասկանանք, թե քանի քաղաքացի է այս ծրագրերի արդյունքում ներողություն սենց արտահայտվելու համար, բայց սոցիալապես առողջացել եւ դուրս եկել սոցիալական ապահովության հովանոցի տակից։ Այս մասով կխնդրեմ արդյունքային ցուցանիշները բանանել եւ նաեւ պարոն Թորոսյան, այստեղ մենք ունենք Ադրբեջանի կողմից էլի այդ նույն կետն է, որտեղ կատարողականը 9 ամսվա մեջ, չնայած 2025 թվականին հաստատված բյուջեն եղել է 350 միլիոն օրինակ, հա, որը հետո ճշտված պլանով 250 է դարել 250 միլիոն, բայց կատարողականը 24%, այսինքն 61 միլիոնն է ընդամենը 9 ամսվա կտրվածքով։ Բայց մենք 2026-ի համար նախատեսում ենք 370 միլիոն, ուզում եմ հասկանալ այս մասով ոնց ենք ապահովելու, եթե արդեն իսկ ակնհայտ է, որ օրինակ ըստեղ այս մի ծրագրում թերակատարում ունենք ու տենց էլի ունենք, օրինակ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի պետական ոչ առևտրային կազմակերպությունների շենքային պայմանների բարելավում, որը էլի ակնհայտ է, որ ըստեղ էլ ես չգիտեմ, գուցե սա աշխատանքի ընթացք է, դրա համար այս պահին բան չի, շնորհակալություն պարոն Բագրատյան, եւ ամենակարևորը պարոն Թորոսյան, կուզենայի, որ նաեւ անդրադառնաք սոցիալական այն խմբին, մենք որպես այդպեսին միայնակ ծնող հասկացություն մենք չունենք Հայաստանում։ Այսինքն կան կարգավիճակներ, միայնակ մայր կամ չգիտեմ, ինչպես Տիկին Տիգրանյան, միածնող ընտանիք, բայց մեր սոցիալական ապահովության հովանոցի տակ կարող են հայտնվել մարդիկ, ովքեր միայնակ են խնամում իրենց երեխային, Պարտադիր չի, որ բացակայում է երկրորդ ծնողը, որ ֆիզիկապես ոչ չի բացակայում, կա երկրորդ ծնող, բայց երեխան խնամքի ամբողջությամբ խնամքի տակ է, մեկ ծնողի խնամքի տակ է։ Ես կուզենայի ուղղակի այս մասով մտածեք, եթե հնարավոր են այսքան միջազգային փորձ ուսումնասիրել եւ հասկանալ ինչա կարելի անել, որովհետեւ բնականային օրինակ ծրագրեր կան երիտասարդ զույգերի համար, բայց չկան օրինակ մեկ ծնող ունեցող երեխաներով ընտանիքների համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան, արագ փորձեմ անդրադառնալ արդյունքային ցուցանիշների մասով կնայենք իրար հետ, եթե դեմ չեք, հիմա չարձագանքեմ, բայց ես էլ եմ համաձայն, որ միայն թիվը, այսինքն ֆինանսը չի կարող լինել արդյունքային, այլ պետք է լինեն անձինք, որոնք ձեր ձևակերպմամբ, ասում կամ վերասոցիալականացել են կամ եթե վերադարձել են օրինակ զբաղվածության ֆորմալ շուկա անուսալի վարկերի մասով։ Մյուս ծրագրի մասով Տիկին Վարդանյան 2016-ը թվարկված է որպես
պատերազմ եւ 20 թվականի պատերազմն է թվարկված եւ 22 թվականի ռազմական գործողություններն են թվարկված, սա թվարկված է, որպեսզի մենք հասկանանք, թե ում է վերաբերվում, դա այն մասին չէ, որ մենք մինչեւ հիմա օրինակ, չգիտեմ, ոչ մի հաջողության չենք հասել, բայց եթե կլինեն էլի մեր քաղաքացիները, որոնք մասնակցել են եւ ուզում են այս ծրագրից օգտվել, որպեսզի նրանք դուրս չմնան, պարզապես ավելի ներառական լինելու համար, բայց ես համաձայն եմ, որ եւ կատարողական իմաստով եւ մենք կվելուծենք, կհասկանանք ինչու չի դա տեղի ունենում, որտեղ միգուցե արդեն սպառել է դիզայնը հինա, պետք է նոր դիզայն։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ եթե չհասցնենք իհարկե առաջինից, այսինքն բյուջեի վերջնական ընդունումը մինչեւ էական փոփոխություններ անել, ինչը հավանաբար չենք հասցնի, բայց մյուս տարվա բյուջետային process-ը որ սկսենք արդեն 27-ի, ես այս զբաղվածության բլոկը կարծում եմ պետքա առավել ընդգծվի, ավելին ասեմ, ես կարծում եմ, որ մեր նախարարության անունը ընդհանրապես զբաղվածության եւ սոցիալական հարցերի պետքա լինի ու կան այդպիսի փորձեր աշխարհում, որ նաեւ գործողություն է ցույց տալիս։ Գործողություն, այսինքն դու գործողություն ես իրականացնում, որ ապահովես մարդկանց զբաղվածությունը, ոչ թե պարզապես ֆիքսում ես աշխատանք, որը էլի ինչ որ չափ գործողություն է, բայց քեզ չի դրթում ապահովել այդ զուտ փիլիսոփայական պոակների շինարարության մասով մենք մի տեղ ունենք, որ թերակատարում ունենք, դա Ակնաշեն Մեծամորի մեր անկախ կյանքի կենտրոնի շինարարության մի քիչ ձգձգումն է, որտեվ կողքի հարակից ենթակառուցվածքների պատճառով պարզապես առաջ չի գնաց եւ մենք 300 միլիոն, միգուցե 400 մինչեւ թերակատարում կարող է ունենանք եւ դա փորձելու ենք տեղափոխել մյուս տարվա ծախսերի մեջ, բայց ընդհանուր առմամբ կարծում ենք դրական է գնում այդ process-ը, նախագծեր, համարիշ փորձաքննություններ եւ այլն։ Ինչ վերաբերում է միածնող ընտանիքներին, տեսեք, մոտեցումների հարցը, այսինքն մենք կարգավիճակով պայմանավորված ծրագրեր էլ ունենք եւ ընտանիքի գնահատումով պայմանավորված ծրագրեր էլ ունենք։ Հիմա եթե ընտանիքը կաղկացած է 2 հոգուց, մենք իրեն այնպես չի որ չենք համարում ընտանիք։ Եվ եթե ինքը տեղավորվում է մեր որևէ ծրագրի շահառուների շրջանակում, ինքը կարող է օգտվել այդ ծրագրերից։ Բայց միգուցե եւ կան այդպիսի երկրներ, ես անկեղծ ձեզ ասեմ, որ օրինակ եւ դա հիմնականում մայրն է, որ ինչը բնական է, նաև հենց թիրախավորված այդպիսի ծրագրեր ունեն, որ աջակցում են մայրերին, որոնք ունեն երեխաներ, որոնք նախընտրել են այդպես ունենալ կամ կյանքի ինչ որ հանգամանքներում այդպես է ստացվել։ Ես դեմ չեմ այդ հարցին անդրադառնալուն եւ եթե դուք էլ կունենաք այտենց մեզ խորհուրդներ կլսենք ու դա ժողովրդագրական իմաստով բավական դրական արդյունք կարող է ունենալ։